Ներս նոր օրենք եմ բերել ձեզ համար ու ասեմ, որ շատ իմ սրտով օրենք է։ Ասեմ ինչի մասին եմ խոսում։ Ուրեմն 2027 թվականի հունվարի 1-ից գործելու է կողակցի սեփականության իրավունք հասկացությունը, ինչ է այն, ես հիմա փորձեմ ավելի համառոտ եւ պարզ լեզվով բացատրեմ։ Ուրեմն այն գույքը, որը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում, այսինքն հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, 27 թվականի հունվարի 1-ից հետո կարող են ամուսինները համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրանցել ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ամուսիններից մեկի մահվան դեպքում նրա բաժինը կանցնի մյուս ամուսնուն եւ չի դառնա ժառանգական զանգված զավակների համար։ Իսկ երկրորդ ամուսնու մահից հետո միայն ժառանգություն կբացվի։ Այսինքն բավականին կպակասեցնենք այն վեճերը, երբ ծագում են, օրինակ մի ամուսնու մահից հետո, երբ երկրորդ ամուսինը եւ ժառանգները, այսինքն զավակները գալիս եւ ընդունում են ժառանգությունը, հետագայում ցավոք շատ վեճեր են ծագում այդ հողի վրա, քանի որ ամեն մեկը այնտեղ ինչ-որ որոշակի բաժնեմաս է ունենում եւ սկսում է այդ դատական պատմությունները, որ ցանկանում են բաժին առանձնացնել, անհնարինության դեպքում պահանջում են հրապարակային սակարկություններով վաճառք։ Այժմ մենք չենք ունենա այդ վեճերը, քանի որ միայն այն դեպքում, եթե կգրանցեն ամուսինները իրենց գույքի նկատմամբ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը, եթե կգրանցեն, դրանից հետո ավտոմատ, այն որ ես ասում եի, ավտոմատ չի անցնում մյուս ամուսնուն, հիմա այս օրենքի կիրարկումից հետո արդեն կանցնի։ Ապա բացառիկ սեփականության իրավունքը գրանցելուց հետո մի ամուսնու մահից հետո նրա բաժինը սեփականության իրավունքով ավտոմատ կանցնի մյուս ամուսնուն եւ երկրորդ ամուսնու մահից հետո միայն կարող են ժառանգները, զավակները ընդունել նրա ժառանգությունը։ Այսքանը։